Պարոն Փամփուխչյան, ներկայում իրականացվում են աշխատանքներ փոսալցման, նկատում ենք, որ կա բիտումի խնդիր, դա փաստում եք կա թե ոչ, եւ երկրորդ հարցը ավտոտնակների վերաբերյալ է, քանի որ ձեր դաշտում է ոնց հասկացա, քաղաքապետը նշեց, որ վարձավճարներ պիտի գործեն, այսինքն քաղաքացիները չունենան այնպիսի խնդիր, որ սեփականաշնորհման գործընթաց սկսեն, այսինքն վճարովի վարձակալություն գործի։ Արդյոք քաղաքապետարանը հաշվարկել է 1 քառակուսի մետրի համար քաղաքացին, եթե գա դիմի ավտոտնակը, որքան գումար է վճարելու, որպեսզի դա անի, եւ հատակագծով Երևանի հաշվարկել է օրինակ, քանի ավտոտնակ կա, եւ երրորդ հարցը մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը, որը տարեց տարի խոստանում են, որ լինելու է, խնդրում եմ ասեք, ինչ փուլում են մրցույթի աշխատանքները։ Շնորհակալություն, սկսեմ վերջից, Աջափնյակի մետրոյից, մենք բոլոր փորձաքննությունները արդեն անցել ենք եւ մեծ հավանականությամբ կամ ամենայն հավանականությամբ մենք եթե ոչ այս տարի, մյուս տարվանից մենք արդեն կսկսենք շինարարության մրցույթը, բավականին ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ձգձգվել է, այսպես ասեմ, փորձաքննությունը, բայց այժմ մենք ունենք այդ փորձաքննության արդյունքները, որը որ մեզ թույլ է տալիս արդեն գնալ մրցույթային ճանապարհով։ Ավտոտնակների հետ կապված ես ավելի լայն քաղաքականությունը ձեզ նշեմ, տեսեք ինչպես է ավտոտնակների մասով մոտեցումները, այն ավտոտնակները, որտեղ որ մենք չունենք նախագիծ բակային որևէ բակային միջավայր ստեղծելու կամ որևէ դաշտ ստեղծելու, այդ ավտոտնակները, որոնք որ այսպես կոչված չեն խանգարում, այդ ավտոտնակների պայմանագրերը երկարացվում են նոր սակագներով, ներկապային սակագների մասով չեմ կարող հստակ թիվ ասել, իսկ այն ավտոտնակները, որտեղ որ մենք նախագծում ենք, օրինակ մենք Արաբկիր վարչական շրջանում լայնածավալ ավտոտնակների քանդման process սկսեցինք եւ մի քանի մեծ բակային հատվածներ ստացանք, այդ process-ը շարունակական է, նաեւ կա Էրեբունի վարչական շրջանում, Նորնորք վարչական շրջանում, այն ավտոտնակները, որոնք որ չկան նախագծերի մեջ, մեր բակային կրկնեմ, այդ ավտոտնակները քննարկման արդյունքներում միգուցե երկարացվում են 2 կամ 3 տարով վարձակալության հողի վարձակալության վճարները, իսկ այնտեղ որտեղ որ մենք ունենք հստակ նախագծեր, այդ ավտոտնակները միանշանակ քանդվում են։ Բիտումի հետ կապված կարևոր հարց եք տալիս, մենք առհասարակ մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք մենք որոշ հատվածներ, որտեղ որ շինարարը ոչ պատշաճ է մոտենում եւ ունենք դեպքեր, հենց մասնավորապես այսօր մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցների կողմից այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում օրինակ փոսալցումը կատարվել է առանց բիտումի, հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է եւ ամբողջությամբ շինարարի հաշվին, այսինքն քաղաքապետարանը այդտեղ գումար չի ծախսելու եւ պետք է ստանան այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե ավականու որոշումներով եւ թե մեր ընթացակարգերով։ Այսինքն այդ խնդիրը հատվածային մասնակի տեղերում լինում է, ոչ թե բիտումի խնդիրն է, այլ շինարարի մոտեցման խնդիրն է, որը որ արձանագրում ենք թե մենք եւ թե երբեմն նաև դուք եք մեզ օգնում լրագրողները, որոնք որ հատվածային վայրերում, որտեղ որ մեր աշխատակիցները չեն հասցնում ֆիքսել, մենք ֆիքսում ենք խնդիրը եւ այդ խնդիրը ոչ բյուջեի հաշվին, ոչ երևանցիների հաշվին վերանորոգվում է եւ ստանում է պատշաճ տեսք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Free News հեռուստաընկերություն, Հովհաննիսյան Արմեն։ Պարոն Փամփուխչյան, ես կցանկանայի իմանալ երբ է նախատեսված ավարտել փոսալցման աշխատանքները եւ ներկայումս քանի տոկոսն է իրականացվել։ Երկրորդ հարցը, արդյոք ունի քաղաքապետարանը ասֆալտապատման եւ փոսալցման աշխատանքները վերահսկող տեխնիկական մարմին եւ երրորդը երկրորդային փողոցներում եւ բակերում փոսերի լցման աշխատանքների ընթացքում ավազ կամ հող է լցված, որը նաև հավելյալ դժվարություններ է առաջացնում փոշու տեսքով։ Այդտեղ երբ է նախատեսված աշխատանքներ իրականացվել։ Տեսեք, մենք մոտ ներկա պահին մոտ իրականացրել ենք 10,000 երևի քառակուսի մետր, բայց մեր բյուջեով նախատեսված է 200,000, այսինքն մենք դեռ շատ ունենք եւ փոսալցումը ամբողջ տարվա համար է մեզ մոտ նախատեսվում, այսինքն ինքը չունի հստակ ժամկետ։ Ավարտը կարող ենք համարել եղանակային պայմաններից ելնելով, ենթադրենք դեկտեմբեր ամիսը, եթե իհարկե թույլ տա։ Բայց մենք աշխատում ենք բնականաբար մինչև եղանակային պայմանների վատթարանալը այդ հարցերին լուծում տալ։
Ինչ վերաբերվում է այդ փոսերի մեջ գոյացած հողերին, ինչպես գիտեք, փոսալցման աշխատանքների ժամանակ դա մաքրվում է եւ արդեն մեկ այլ հիմնարկ քաղաքապետարանից ԵԱՍՄ-ն ինքն է արդեն պատասխանատու տվյալ մաքրության համար, այսինքն մի կողմից կատարվում է փոսալցում, որտեղից որ դուրս են գալիս այդ փոշին եւ հողերը, եւ մյուս կողմից մեր մյուս հիմնարկը սկսում է դրա մաքրման աշխատանքները։ Ես մի կարևոր արձանագրում ունեմ անելու հարգելի գործընկերներ, միգուցե դուք հետո հարցի տեսքով տայեք ինձ, բայց ամեն դեպքում ես փորձեմ այդ արձանագրումը անել, որ փետրվար ամսին առհասարակ փոսալցումներ տեղի չեն ունեցել։ Երբեք տեղի չի ունեցել, դուք կարող եք հետ գնալ, մենք բոլորս մեր հիշողությունը լարենք եւ կտեսնեք, որ փետրվար ամսին երբևէ չի տեղի ունեցել փոսալցում կամ ասֆալտապատում մի քանի պատճառներով, մի կողմից եղանակը եւ մյուս կողմից մեր շինարարական կազմակերպությունները ձմռան ամիսներին մինչեւ փետրվարի վերջ սկսում են վերազինում իրենց ասֆալտի գործարաններում։ Եվ այդ վերազինումը իրենք այնպես են հաշվարկում, որ ավարտվի մարտի 1-ից մինչև մարտի 10 ընկած ժամանակահատվածում, որն էլ իր հերթին ենթադրում է, որ եղանակային պայմանները կբարելավեն եւ իրենք իրականացնեն ասֆալտապատում։ Սա ուղղակի այս ֆորս մաժորային իրավիճակում, որը որ մենք ունեցանք, կրկնում եմ եղանակային պայմաններից ելնելով առատյան հետևանքով եւ նաեւ մեծ քանակի աղոավազով մշակման հետևանքով մենք ուղղակի խնդրանքի կարգով մեկ շինարար կարողացել է վերակառուցել իր գործարանը աշխատացնել, որտեղ որ մյուս շինարարները իրենից օգտվում են ասֆալտ գնելով եւ եթե չեմ սխալվում 2 օր առաջ նոր երկրորդ գործարանն է սկսել գործել, այսինքն մենք իրականության մեջ գործել ենք ֆորս մաժորային իրավիճակում եւ տվել ենք հրատապ լուծումներ, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, որը որ մենք ինքներս նույնպես նկատել ենք եւ բնականաբար մեզ համար եղել է առաջնահերթություն։ Factor TV Արփի Հակոբյան։ Պարոն Փամփուխչյան, անցյալ տարի 2025-ին փոսային նորոգումներն իրականացրել է AAB պրոյեկտ ընկերությունը 2 միլիարդ 2 միլիոն ներողություն $836,000 եւ ուշագրավն այն է, որ դուք պայմանագիր կնքել եք մի ընկերության հետ, որի թույլ տված խախտումների համար նախկինում արված խախտումների համար քրեական գործ էր հարուցվել եւ հիմա Երևանի քաղաքապետարանում չգիտեն թե ինչպես պետք է պարզեն, արդյոք այդ ընկերության արած փոստանորոգման աշխատանքները որակով են թե անորակ։ Խնդրում եմ ասեք, ցանկություն չունեք պարզելու, թե պարզապես մեխանիզմներ չկան պարզելու համար եւ ինչու այդ ընկերությունը, այս 5 ընկերությունները, որոնք ներկայում իրականացնում են փոստանորոգման աշխատանքներ, չկա այդ ընկերությունը այդ 5 ընկերությունների ցանկում։ Եվ խնդրում եմ ասեք, ինչու եք տենդերները հայտարարում բիտումային էմուլսիայով, ոչ թե հենց բիտումով, որ ավելի որակով լինեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, վերջի հարցից գամ։ Ըստ էության շինարարության մեջ, որը ստանդարտներով այդ բիտումային էմուլսիան նույնպես ընդունելի տարբերակ է, որը որ 70 աստիճան են, եթե չեմ սխալվում, միգուցե դետալների մեջ պլյուս մինուսով սխալվեմ, 70 աստիճան է պահանջում տաքությունը, հենց բուն բիտումը 160, բայց դա նույնպես ընդունված է շինարարության մեջ, այսինքն դրա մեջ որևէ տարբերություն չկա։ Ինչ վերաբերվում է առաջի հարցին, ես հենց նոր մեկ փաստ արձանագրեցի, չգիտեմ դուք այստեղ եք լսեցիք թե ոչ, հենց խոսքը վերաբերվում էր այդ ընկերության կողմից իրականացնող կամ իր հետ փոխկապակցված, լավ այսպես ասեմ, փոխկապակցված ընկերության հետ էլ կապված խնդիրը, դա Վարդանանց փողոցը, որը որ ես նշեցի, մենք նկատել ենք այդ խնդիրը եւ շատ մոտ օրերս այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում, այսինքն առանց բիտումի իրականացված աշխատանքը կքանդվի ամբողջությամբ այդ փոսալցումը, իդեպ որ տեսնեք, իմացեք, որ դա է պատճառը, այսինքն այն ասֆալտը, որը որ ներկապային իրականացվել է, դա չի համապատասխանում մեր ստանդարտներին, այդ խնդիրը նկատել է մեր շին բարեկարգման համապատասխան աշխատակիցը կամ աշխատակիցները, բարձրացրել է խնդիրը եւ այդ խնդիրը պետք է ստանա պատշաճ լուծում։ Պարոն Փամփուխչյան, գուցե անցյալ տարի էլ են առանց բիտում իրականացրել, ինչու պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, օրինակ ինչու շին բարեկարգման վարչությունը չի հսկում այդ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ երաշխիքի պայմանագիրն դեռ ուժի մեջ է մինչեւ 26-ի ամառ։ Այո, երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարեն եւ ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք 5 կազմակերպություն կլինի շահողը թե 7 կամ թե 1, մենք չունենք որևէ միտում չնկատելու, նկատելու դեպքում մենք իրականացնում ենք մեր լիազորությունները
որը որ մեզ վերապահված է եւ բոլոր շինարարները այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով։ Շնորհակալություն։ Իսկ այդ 5 ընկերությունների համար ընկերություններին գումարը վճարվում է, որովհետև երաշխիքի պայմանագիրը ենթադրում է, որ անվճար պետք է շտկեն իրենց աշխատանքները։ Բնականաբար գումար չի վճարվում, ես ինչպես նշեցի, եթե երաշխիքի մեջ է, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, մենք ունենք նաև դեպքեր նախորդ տարվա հետ կապված, որ մի քանի անգամ նույն գործողությունը շինարարները կատարել են առանց վճարվելու, որովհետև թե եղել է երաշխիքի մեջ եւ թե եղել է մեր ընթացակարգերի եւ կանոնների խախտման աշխատանքներ։